Բարեկային ծառայողների համար վերապատրաստումները դարձել են տարեկան կտրվածքով պարտադիր։ Այսինքն այն բոլոր խնդիրները, որոնք որ մենք միասին արձանագրում ենք բարեկային ծառայության մասով, հնարավորություն ունենք տարվա կտրվածքով, չսպասելով հաջորդ տարվան, իրացնել եւ վերապատրաստումների շրջանակներում հերթով խնդիրները լուծել։ Ներդրվել է նաեւ պիլոտավորման նոր ծրագիր, որտեղ որ մենթորությամբ արդեն փորձառու ծառայողները առաջնորդում են նորեկներին եւ կարողանում են շատ ավելի հեշտ եւ սահուն ապահովել անցումը ծառայության շարքերը։ Ծառայությունը շարունակել է ապահովել արտաքին ծառայությունը ակտիվացնելով նաև հանցավորության դեմ պայքարում իր ներգրավվածությունը։ Եթե 2024 թվականին շուրջ 11000 հանցագործություն է բացահայտվել բարեկային ծառայության կողմից, 2025 թվականին այդ թիվը շուրջ 14000 է։ Այսինքն մեր ծառայողները կենտրոնացված են նաև այս ֆունկցիոնալի վրա եւ միայն ճանապարհային երթևեկության բլոկը չէ, որ ծառայողների ուղիղ հետաքրքրությունների շրջանակում է եւ օպերատիվ արձագանքի շրջանում է։ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման ուղղությամբ ձկնորսության արգելքի ողջ ժամանակահատվածում ջրային պարեկների եւս ակտիվ աշխատանք են տարել եւ շուրջ 4.5 տոննա ապօրինի որսված ձուկ է արգրավել, կանխարգելվել են նաև բազմաթիվ դեպքեր։ Երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում բարեկային ծառայության ազդիչում եւ հետեւողական աշխատանքի ցուցիչներից է այն, որ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից ձեռքվել է 5435 անձ, որից 4899, այսինքն 90.1%-ը ոչ թափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերն են։ Ինչպես նշեցի, մեծ փոփոխություն են ունեցել նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժածների պատկերում եւ արձանագրեմ, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ բարեկային ծառայության աշխատանքի արդյունքում մենք ունենում ենք զոհերի թվի նվազում Հայաստանի Հանրապետության ճանապարհներին։ Սա հարգելի ներկաներ նախադեպը չունեցող փորձառություն է մեր համար, որովհետև այն երկրներում, որոնք որ ունենում են տրանսպորտային միջոցների աճ, հնարավոր չի լինում օբյեկտիվորեն նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը։ Բայց արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք ունենք նվազում եւ հաջողվել է մեզ փրկել 95 անձի կյանք։ Մենք շարունակելու ենք այս տրամաբանությամբ մեր աշխատանքները զուգահեռ նաև անվտանգային մշակույթի ձևավորմանը միտված քայլեր ձեռնարկելով։ Քրեական ոստիկանությունը իր գործունեության շուրջ 1 տարվա ընթացքում գրանցել է նեղ մասնագիտական ուղղություններով աշխատանքի դրական ցուցանիշներ, որոնք որ պիտի ամրապնդվեն, իսկ ծառայողների մասնագիտական որակները շարունակաբար պիտի զարգացվեն, ավելի ինտենսիվացնելով օպերատիվ կանխարգելիչ աշխատանքները որպես այդպիսին։ Միայն քրեական ոստիկանության կողմից բացահայտված դեպքերով պետությանը եւ համայնքին պատճառված շուրջ 25 միլիարդ դրամի վնաս ենք նախնական հաշվարկել, կան նախաձեռնված վարույթներ եւ նաեւ վերականգնված միջոցներ։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարում նորաստեղծ վարչության կողմից բացահայտվել է կեղծ ներդրումային հարթակներով խոշորամասշտաբ 4 հանցավոր խմբեր, ընդ որում նաեւ կարծում եմ հետևում եք նախարարության լրատվությանը, այս տարվա կտրվածքով եւս 2 խոշորամասշտաբ խումբ ենք բացահայտել, ինչը թույլ է տալիս հանցագործության հանցագործությունից տուժածների հետ կապված process-ն ավելի կառավարելի դարձնել եւ գնալ հետեւողականորեն այս խմբերը բացահայտելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու ճանապարհով։ Գործարկել են կիբեր մարտահրավեր հաղորդաշարը, ինչու, որովհետեւ մի կողմից մենք բացահայտում ենք, ավելի ուժեղացնում ենք մեր կարողությունները բացահայտման ուղղությամբ, մյուս կողմից ուզում ենք բերել մտածողության փոփոխություն, մեր քաղաքացիների մոտ ավելի անվտանգ կենսագործունեություն վարելու մշակույթը ամրապնդենք եւ մեզ հաջողվել է խորհրդատվության արդյունքում կանխարգելել ընդհանուր շուրջ 27 միլիոն դրամի հափշտակության փորձ մեր քաղաքացիներից։ Նշեմ, որ 2025 թվականի կտրվածքով ընդունվել է թմրամիջոցների եւ հոգեմետնյութերի, հոգեներգործուն նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը առաջին անգամ համադրելով հանրային անվտանգության եւ հանրային առողջապահության թեմաները եւ այս տեսանկյունից շարունակել է մեր ռազմավարական դիտակետում լինել ներմուծման եւ արտադրության շղթան, որպեսզի ռեսուրսը կարողանանք ճիշտ ուղղորդել, էներգիան ճիշտ տեղ հասցնել եւ ավելի ցանկալի արդյունքներ ունենալ։ 2025 թվականին իրավապահ համակարգի գործունեության արդյունքում իրավապահ ողջ համակարգի ջանքերով ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80%-ով ավելին է նախորդ ժամանակահատվածի համեմատությամբ։ Զենքի ապօրինի շրջանառության հակազդման հրազենով կատարված հանցագործությունների կանխարգելման նպատակով 2025 թվականին շարունակվել են թե բացատրական աշխատանքները, որպեսզի կամավոր եղանակով ունենանք զենքի հանձնում եւ թե նաեւ օպերատիվ աշխատանքի արդյունքում խուզարկությունները, ընդ որում 2025-ին շատ
շատ ավելի աճել են խուզարկությունների ճանապարհով առգրաված զենքերը, սա կարևոր է, որովհետև ուղիղ բնութագրում է հենց ոստիկանության աշխատանքը, եւ ընդհանուր հաշվարկներով 2246 միավոր հրազեն ենք մենք առգրավել, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 42.2%-ով ավելին է։ Գործընկերներ, ես ուզում եմ փաստել, որ մեզ համար անգամ աճը բավարար չէ, որովհետև մեր ունեցած օպերատիվ տեղեկատվությունը եւ այն նաեւ տարբեր ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետություն ներթափանցած զենքի մասով օպերատիվ տվյալը դեռևս համադրելի չէ այն առգրավված զենքերի թվին, որը որ մենք այս պայծառությամբ արձանագրում ենք, այստեղ պիտի միայն հետևողականություն ցուցաբերենք եւ գնանք ՕՊՆ-ի շրջանառությունից դուրս բերելու ճանապարհով։ Համայնքային ոստիկանությունը շուրջ 1 տարվա գործունեության արդյունքում շարունակել է փուլային սկզբունքով բեռնաթափվել ոչ ոստիկանական, այսինքն ոչ մաքուր ոստիկանական ֆունկցիոնալից եւ այստեղ քայլ առ քայլ իհարկե փոքր են քայլերը, որովհետեւ մենք տարիներ շարունակ այնքան ենք մեր համայնքային ոստիկաններին ծանրաբեռնել ոչ թե ոչ կարևոր, այլ ոչ ռելևանտ գործառույթներով, որ շատ դժվար է ստացվում այդ գործառույթները թոթափել եւ կենտրոնանալ միայն համայնքի հետ աշխատանքի վրա, բայց մենք ունենք այդ հանձնառությունը եւ տարբեր արդեն ոչ ռելևանտ գործառույթներ դուրս են գալիս համայնքային ոստիկանության գործունեության տիրույթից, այս տարի եւս այդպիսի արձանագրում կունենանք եւ կկարողանանք ավելի մեծ դաշտ բացել համայնքի հետ աշխատանքի համար։ Ձերբակալվածների իրավունքների երաշխավորման տեսանկյունից ներդրել ենք միջազգային ստանդարտներով խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի արձանագրման հստակ մեխանիզմ, օպտիմալացվել են ձերբակալվածներին պահելու վայրերը շուրջ 30%-ով եւ հատուկ կահավորված 34 տրանսպորտային միջոցներ ենք մենք ձեռք բերել ձերբակալվածների ուղեկցումը արժանապատիվ եղանակով կազմակերպելու համար։ Անցած տարվա կտրվածքով քննադատություններ էին հնչում օբյեկտիվորեն ուղեկցումների process-ի հետ կապված դեռևս նախորդ տարիներից եկած ոչ պաչեջ թվի մասով, բայց նշեմ, որ 98%-ով բոլոր ուղեկցման հայտերը սպասարկվել են, ինչը էականորեն է բարելավել ցուցանիշը, մեզ մնացել է շատ փոքր թվով դեպքեր, որոնք մի դեպքում մեր ծանրաբեռնվածության, մյուս դեպքում դատական նիստերի նաև չկայացման հետևանքով պարզապես չեն իրականացվում։ 2025 թվականի ընթացքում արձանագրվել է ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերով ոստիկանություն հաղորդում ներկայացնելու էական աճ 23%-ով։ Մասնավորապես 2025 թվականին ընտանեկան եւ կենցաղային բռնության վերաբերյալ ստացել են 2775 հաղորդում, իսկ 2024-ին այդ թիվը կազմել է 2255։ Սա վկայում է թե մեր քաղաքացիների դիմելիության մասին եւ թե նաեւ ոստիկանության նկատմամբ վստահության աճի մասին։ Ուսումնական հաստատությունների տնօրինության եւ մանկավարժների հետ ակտիվ համագործակցության արդյունքում 2025 թվականին նույնականացվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած 84 անչափահաս, 2024-ին այդ թիվը կազմել է 43։ Ոստիկանության կողմից հայտնաբերվել է նաեւ պարտադիր կրթությունից դուրս չմնացած, սակայն ռիսկային գոտում գտնվող 310 անչափահաս եւ ուղղորդվել համապատասխան մարմիններ։ Ուսումնական հաստատություններում կատարված իրավախախտումների վերաբերյալ ներքին գործերի նախարարության կողմից 2025 թվականին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացվել 9 միջնորդություն՝ ի տարբերություն 2024-ի, որտեղ այդ թիվը եղել է 3-ը։ Կարևորելով անչափահասների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը, արգելվել է ազգային ժողովի հետ սերտ գործընկերության արդյունքում 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը, իսկ 16-ից մինչև 18 տարեկան անչափահասներին այդպիսի առարկաների, սարքերի կամ գործիքների կրումը։